Ընկերներ ողջույն, սահմանացնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Ողջույն պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Բարդ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, Հայաստանը եւ Իրանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին։ Հայաստանում Իրանի դեսպանատունը պարզաբանել էր, ասում էր, որ այս զորավարժությունը նախատեսված է սահմանների անվտանգության ամրապնդման, երկու երկրների զինված ուժերի հնարավոր սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածության, կայուն խաղաղության պահպանման, պաշտպանական եւ ռազմական համագործակցության բարձրացման նպատակով։ Այն միաժամանակ անցկացվել է երկու երկրների սահմաններին ընդհանուր հրամանատարության ներքո եւ զորավարժությունը ցույց է տալիս ըստ իրանական կողմի Հայաստանի եւ Իրանի հանձնառությունը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ անվտանգության հաստատման նկատմամբ, թեև նշել էին, որ պայմանական սահմանային անցակետերը ահաբեկչական գրոհներից պաշտպանության տրամաբանությամբ է իրականացվում զորավարժությունները, իհարկե դե կարծում եմ ռազմական կամ թեկուզ ռազմաքաղաքական, իրադարձությունների հետևող մարդիկ հասկանում են, որ այս զորավարժությունները ունեն շատ ավելի ընդգրկուն, շատ ավելի խորքային եւ առանցքային նպատակներ։ Սկսենք դրանից, նախ սրա կարևորության մասին, Իրանը այն երկրներից չէ, որի հետ Հայաստանը, այսպես ասենք, հաճախակի անցկացնում զորավարժություններ։ Եթե ես չեմ սխալվում, սա նման առաջին դեպքն է եւ փաստացի կհիշեք ամիսներ առաջ կամ շուրջ 2 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, Հայաստանում Իրանի դեսպանի ուրեմն մամլո ասուլիսի ժամանակ դեսպանը նշեց, որ բանակցվում է փաստաթուղթ Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակը, այսպես ռազմավարականի բարձրացնելու հետ կապված, այսինքն փաստաթուղթ, որ այդ հարաբերությունները միգուցե մեկ աստիճան բարձր կդնի, իսկ այդ հարաբերություններում նման հարաբերություններ հաստատելու թերևս ամենակարևոր կոմպոնենտը դա ռազմատեխնիկական, բացի տնտեսական, մշակութային եւ այլ հարաբերություններից, դա նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն է եւ նախ եւ առաջ ռազմատեխնիկական համագործակցությունն է եւ սա կարող եմ ասել, որ մեծ առումով աննախադեպ քայլ է։ Իհարկե զորավարժությունների պլաների մանրամասնությունների մասին մենք տեղեկություն չունենք, գիտենք, որ դրանք հատուկ նշանակության ջոկատների մակարդակով է, հատուկ նշանակության ուրեմն ստորաբաժանումների մակարդակով է տեղի ունենում եւ գիտենք, որ դրանք յուրաքանչյուր երկիրը անցկացնում է իր տարածքում եւ սա փաստացի նշանակում է նաեւ, որ սա ըստ էության որոշակի արագ արձագանքման, այսպես պլաներ կա դրված այս զորավարժությունների հիմքում, որ երկու երկրների սահմանների նկատմամբ ոտնձգության պարագայում երկու երկրների զինված ուժերը նաև համագործակցված կարող են արձագանքել դրան եւ այս զորավարժությունները այն ինչ որ երևում են, ակնհայտ դրա մասին են։ Իսկ մյուս կողմից բնականաբար այս զորավարժությունները ունեն նաև քաղաքական մեսեջինգ եւ այդ քաղաքական մեսեջինգը ունի հստակ հասցեատեր եւ այդ հասցեատերը Ադրբեջանն է եւ Ադրբեջանին մեր տարածաշրջանում պատերազմ հրահրող երկրները կամ միգուցե երկիրը եւ փաստացի Իրանը բացի հայտարարությունների մակարդակով, որ Հայաստան-Իրան սահմանը եւ տարածաշրջանի երկրների ուրեմն սահմանները ու մասնավորապես Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանները իր համար կարմիր գծեր են եւ սա թերևս նաև ակնհայտ են գործնական քայլն է, որով Իրանը նաև ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն դիվանագիտական եւ քաղաքական հայտարարություններ է անում, այլ ինքը այսօր գործնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանումների հետ ունի պլաններ, թե ինչպես պետքա նաև արձագանքել նման ոտնձգություններին։ Այս զորավարժությունների նշանակությունը եւ գումարած նաեւ ասացիք ռազմավարական, Հայաստան-Իրան հնարավոր համագործակցություն, փաստաթուղթ եւ այլն։ Դա ինչ է տալու Հայաստանին։ Տեսեք, մենք ունենք բավականին լուրջ հարևան, իդեմս Իրանի, մենք ունենք բավականին լուրջ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ Իրանի հետ եւ մենք ունենք հարևան, որը փաստացի առնվազն 2020 թվականից, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը իր համար
կարմիր գիծ է եւ նման հարևանի հետ ես կարծում եմ, որ ինչ որ ֆորմատով անվտանգային ոլորտում համագործակցություն անհրաժեշտ է եւ նախկին իմ հարցազրույցներում ես նշել եմ, որ Իրանի հետ բացի տնտեսական համագործակցությունից մեզ անհրաժեշտ է նաեւ միգուցե սահմանափակ ռազմական կամ սահմանափակ անվտանգային ոլորտի համագործակցություն եւ կարծում եմ սա այս համատեքստում կարեւոր է կարեւոր է նաեւ որպիսի տարածաշրջանի պետությունները ու մասնավորապես Ադրբեջանը հասկանան որ այն հայտարարությունները որոնք արվում են զուտ հայտարարություններ չեն եւ այդ հայտարարությունների հետևում կան արդեն հստակ մշակված պլաններ եւ այդ պլանների որոշակի ցուցադրությունը նաեւ այս զորավարժություններն են եւ այո սրանք կարեւոր են այդ մեսեջինգի ուղերձի համար իհարկե մյուս կողմից կարող են ասել որ այսօր Միացյալ Նահանգներ եւ Իրան կարծեք թե այդ կոնֆրոնտացիան իր գագաթնակետին է հասել եւ այս համատեքստում օրինակ Միացյալ Նահանգները կարող են որոշակի բացասական դիրքորոշում ունենալ Հայաստանի հետ կապված սակայն պետք է նշեմ որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը, եթե Հայաստանի համար սա առաջին պրակտիկան է, ապա Ադրբեջանը բազմիցս զորավարժություններ անցկացրել է Իրանի հետ, թե Կասպից ծովում, հա, եւ թե ցամաքում, եւ նման վերջին զորավարժությունները, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա վերջին էին եւ մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դիվանագիտական խողովակներով այս զորավարժությունների մասին Հայաստանի մյուս գործընկերներ տեղեկացվել է կամ տեղյակ են բնույթի մասին եւ կարծում եմ որ նաեւ թե Միացյալ Նահանգներում թե Եվրոպայում ըմբռնումով են մոտենում, քանի որ այնուամենայնիվ այստեղ երբ որ ասում ենք հողի վրա կան Հայաստանում քաղաքական ուժեր եւ անհատներ, որոնք սիրում են կրկնել հողի վրա Ռուսաստանն է այստեղ, սակայն իրականում հողի վրա այստեղ Իրանն է, ոչ թե Ռուսաստանը, եւ եթե հողի վրա որևէ պետություն ռազմական եւ նյութական, հա, այսպես աջակցություն կցուցաբերի Հայաստանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, դա կարծում եմ նախ եւ առաջ Իրանն է, քանի որ Իրանը իդեմս Հայաստանի եւ Հայաստանի սահմանի ունի ռազմավարական շահեր, քանի որ այն միջանցքը, որը ցանկանում են փոկել Հայաստանից Ադրբեջանը եւ Ռուսաստանը, դա իսկապես Իրանի համար կարմիր գիծ է, քանի որ դա Իրանին ամբողջությամբ բլոկադայի է ենթարկելու արդեն հարավից դեպի Եվրոպա, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանում մերձավոր արևելքում արդեն մենք գիտենք, հա, թե ինչ է տեղի ունեցել, մասնավորապես թե Համասի ու Հեզբոլլահի հետ կապված թե Սիրիայում վերջին իրադարձությունները այսօր մենք տեսնում ենք, որ նաև հութիների դեմ, որոնք նաև այսպես պրոքսի իրանական դեմ, հութիների դեմ հստակ ուրեմն գործողություններ են տեղի ունենում եւ փաստացի Իրանը կարծեք թե բոլոր կողմերից շրջափակվում է Իրանի բոլոր պրո-իրանական ուժերը կարծեք թե ջախջախվում են եւ այս առումով փակել է սահմանը, փակել է տարածքը Իրանի համար դեպի հյուսիս գնացող, դեպի Եվրոպա գնացող, ես կարծում եմ, որ Իրանի համար կլինի կարող է լինել ճակատագրական եւ այդ իսկ պատճառով կարծում եմ եւ համոզված եմ, որ Իրանը ամեն գնով թույլ չի տա, որպիսի նման բան տեղի ունենա։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք այս անգամ պետքա հույսը դնենք Իրանի վրա, հաշվի առնելով նաև իսկապես, որ Իրանը ունի նաև խոցելի դիրքեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում, պարզապես եթե կան որոշակի գործոններ կամ որոշակի այսպես լծակներ կամ գործիքներ, որոնք օգտագործելով լուրջ վնաս չենք հասցնի մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին եւ մյուս կողմից կարող ենք ինչ որ առումով ավելացնել մեր անվտանգությունը, ապա դա պետք է օգտագործվի, իսկ Իրանի հետ նման ֆորմատի որոշակի հարաբերությունների հաստատումը ես կարծում եմ հենց այդ գործիքակազմի շրջանակներում։
Պարոն Արաքելյան, Թրամփը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է Ալիևին, իհարկե շեշտադրել, կարևորել Ալիևի Ադրբեջանի եւ Իսրայելի գործակցությունը եւ այլն, նաեւ խոսել, որ կարևոր է, արժևորում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ջանքեր են գործադրում խաղաղության հասնելու համար ու նման բաներ, հա։ Նախ կսկսեի նաեւ սա մեկնաբանեք, որովհետեւ այդ ջանքերը հիմնականում այսպես ասենք գալիս են հայկական կողմից, Ադրբեջանը միշտ ջանում է նոր նախապայմաններ հարաճ քաշելու տրամաբանության մեջ, եւ երկրորդը Իսրայելի հիշատակում է այդ շնորհավորանքի եւ Ադրբեջան-Իսրայել գործակցության ուշադրությունը, որ դարձնում է Թրամփը, հա, ինչու է պայմանավորված եւ ինչպես կարող է ազդել, հա, այսպես ասենք մեր տարածաշրջանի, այսպես ասենք բալանսների վրա ի օգուտ Ադրբեջանի։ Ես կարծում եմ, որ մեծ առումով կարող է ուրեմն այս խաղի մեջ մտնելը, հա, Իսրայել-Իրան, Իսրայել-Միացյալ Նահանգներ, այս խաղի մեջ մտնելը կարող է Ադրբեջանի համար չար կատակ խաղալ, հա, կամ բացական հետևանքներ ունենալ։ Այո, այսօր Ադրբեջանի նախագահի հիմնական լոբիստը Սպիտակ տանը դա Իսրայելն է, իդեմս իր վարչապետ Նեթանյահուի, եւ Ադրբեջանը շատ է ջանում տեղավորվել Միացյալ Նահանգներ Իսրայել այդ հարաբերություններում որպես ուրեմն Իսրայելի բարեկամ եւ հետեւաբար դրանից ստանալու դիվիդենդներ եւ կարծում եմ նաեւ Սպիտակ տանը Ադրբեջանի այսպես նախագահի ցանկությունները հաշվի առնելով նաեւ նման շեշտադրումներ արել են, բայց նաեւ այստեղ շատ կարեւոր է, որ նաեւ Ադրբեջանի նախագահին հիշեցրել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին եւ կարծում եմ մենք հատկապես այս համատեքստը պետք է հաշվի առնենք մենք վերջին ամիսների ընթացքում կամ վերջին 1-1.5 ամիսների ընթացքում տեսանք բավականին հետաքրքիր հայտարարություններ Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյաների կողմից այն մասին, որ Հայաստան ուրեմն Ադրբեջան հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ խաղաղության այդ համաձայնագիրը պետք է կնքվի եւ պետք է կնքվի այսօր եւ հիմա եւ կարեւոր է որ կարծում եմ Միացյալ Նահանգները հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի ամբիցիաները, հա, Իսրայելի հետ կապված շատ կարեւոր է այստեղ որպեսզի պահպանվի նաեւ բալանսը Հայաստանի հետ կապված, որ ինչպես նշեցի, Ադրբեջանին մշտապես հիշեցվի, որ կա նաև Հայաստանի հետ չկարգավորված հարաբերություններ եւ բնականաբար Միացյալ Նահանգների մակարդակով սա շեշտումը ես բավականին կարևոր եմ համարում։ Դուք զրույցի սկզբում նշեցիք, որ Հայաստան իրան զորավարժությունների հասցեատերը նաև Ադրբեջանն է եւ գուցե այն երկիրը կամ երկրները, որոնք կարող են հրահրել Ադրբեջանին, դուք նկատի ունեք նաև Ռուսաստանին։ Այո, ես նկատի ունեմ նաև Ռուսաստանին, քանի որ տեսեք վերջին Ադրբեջանի կողմից վերջին այս հայտարարությունները սահմանային գծում հա իբր հայկական կողմի կրակոցների եւ այլնի մասին, տեսեք թե ովքեր են դրա մասին բարձրաձայնում կամ խոսում կամ ընդհանրապես այդ թեման ովքեր են շրջանառում եւ փորձում տարածել, առաջինը բնականաբար դա Ադրբեջանն է, պաշտոնական Ադրբեջանը իր պաշտոնական խողովակներով, պաշտպանության նախարարության մակարդակով, երկրորդը, եթե նկատել եք, դա Ռուսաստանն է իր արտգործնախարարության պաշտոնական խողովակով, Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը, որ մենք անհանգստացած ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկանքով այդ լարումներով եւ կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսեւորել, սա ցույց է տալիս, թե խաղը որտեղից է գալիս եւ սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Ռուսաստան այս առումով կա որոշակի խաղ եւ այսպես ասենք պասերով խաղ եւ սա Ադրբեջանի նաեւ պասն է Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը կարողանա այդ մակարդակում խոսել եւ որպեսզի Ռուսաստանը փորձի ցույց տալ, որ դեռևս կոնֆլիկտ կա եւ քանի դեռ կոնֆլիկտ կա, ինքը այս տարածաշրջանում է կամ այդ կոնֆլիկտը լուծող կողմերից մեկն է եւ երրորդ կողմը, որը շատ կարեւոր է, դա հայաստանյան քաղաքական դաշտի
որոշակի թևն է, հայտնի թևն է ռուսական, ովքեր նույնպես փորձում են ամեն հնարավոր առիթով ցույց տալ կամ հրապարակել, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, Հայաստանի սահմաններին անհանգիստ է, եւ մենք տեսնում ենք այդ քաղաքական ուժերին ու անհատներին, ովքեր գրեթե ամենօրյա ռեժիմով ուրեմն գրում են, որ սահմանի այսինչ երկայնքով կրակոցներ կան, ամենօրյա ռեժիմով այդ լրատվամիջոցները ուրեմն ռուսական պրոքսի, հա, Հայաստանում գործող պրոքսի լրատվամիջոցները գրեթե ամենօրյա ռեժիմով գրում են, որ էլի այսինչ հատվածներում Ադրբեջանը կրակում է եւ այլն, այսինքն Ադրբեջանը, Ռուսաստանը եւ հայաստանյան կոնկրետ քաղաքական ուժերը ունեն շահերի որոշակի ընդհանրություն Հայաստանի սահմանին լարվածություն հրահարելու համար, քանի որ այստեղ յուրաքանչյուրը ունի իր շահը, Ադրբեջանը ունի իր շահը հետեւյալ առումով, որ նման լարվածության դեպքում միգուցե կընձեռվի հնարավորություն ինքը մեծ էսկալացիայի գնա եւ Հայաստանից փոկի այն ինչ որ ցանկանում է։ Ռուսաստանը այս լարումներով փորձում է նաև ներքաղաքական կյանքը Հայաստանում ուրեմն լարել, հա, կամ արդեն եղանակները բացվել են եւ փողոցային որոշակի արդեն ակցիաներ պետք է սկսվեն եւ դրա նաեւ որոշակի առիթներ եւ պատրվակներ պետք է լինեն, իսկ հայաստանյան այդ պրոքսի ուժերը դրանք ցանկանում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել, իսկ դրա համար եւս պետքա առիթ լինի եւ լավագույն առիթը, ինչպես միշտ, ինչպես վերջին 4-5 տարիներն են ցույց տվել, դրանք սահմանային լարումներն են եւ այդ սահմանային լարումների ֆոնին ներքաղաքական այսպես լարումներ եւ խժդժումներ առաջացնելն է։ Եվ ահա այս երյակը Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Հայաստանի քաղաքական հայտնի ուժերը, հա, պրոքսի, ռուսական պրոքսի ուժերը փորձում են հերթական անգամ սահմանային լարումներ առաջացնել կամ ուռճացնելով ներկայացնել այդ ուրեմն իրադարձությունները յուրաքանչյուրը ունենալով իր շահը։ Տեսեք, Ադրբեջանը ինչ սկսեց ապատեղեկատվություններ տարածել իբր թե հայկական կողմից հրադադարի խախտումների մասին, Ռուսաստանը արդեն 2 անգամ մտահոգություն է հայտնում լարվածության ու նման բաների մասին, ինչը տարօրինակ է, ինչու, որովհետև վստահաբար Ռուսաստանը պետք է որ հետախուզական տեղեկություններ ունենա սահմաններին տիրող իրավիճակի մասին, առնվազն գոնե նաև հապկի շրջանակում եւ շատ հանգիստ կարող էր մի հայտարարությամբ էլ ինքը հերքել, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, ինչը չի անում եւ այդ խնդիրը մնում է Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության վրա եւ կարեւոր է նաեւ որ այս համատեքստում այդ Եվրամիության առաքելությունը նշեց, որ գիշերային բարեկության թվականակն են սկսում ավելացնել ու դրան զուգահեռ հիբրիդային գրոհները չեն դադարում Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ։ Պետդումայի падգամավոր Կոնստանտին Զատուլինը ասում է, որ Հայաստանում Ադրբեջանին եւ Թուրքիային ձեռնտու իշխանություն է հիմա գործում եւ Կրեմլի պետական ռոպագանդայի առանցքային դեմքերից մեկը Մարգարիտա Սիմոնյանը ասում է, որ եթե Աստված մի արածցե Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հաստատվեն ոչ բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանը իհարկե շատ կտխրի, իսկ Հայաստանը ամենայն հավանականությամբ ընդհանրապես չի լինի։ Գիտեք, բնականաբար այդ հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, իսկապես միգուցե այսօր Ռուսաստանում տխուր են, որ Հայաստան պետություն գոյություն ունի, քանի որ ես բազմիցս նշել եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ այդքան կամ ոչ միայն Ղարաբաղի կամ Արցախի մասին էր, այլ այդ պատերազմը նախ եւ առաջ Հայաստանի գոյության կամ չգոյության մասին էր եւ բնականաբար Ռուսաստանում շատերը տխուր են, որ Հայաստանը այսօր կա եւ այն պլանները կամ այն հիմնական պլանները, որոնք նախագծել են կամ նախատեսել են այսօր իրականություն չեն դառնում, այս հայտարարությունների ֆոնին ես տարօրինակ եմ համարում, որ մեր իշխանությունները դեռևս Հայաստանում չեն արգելում գործել այնպիսի լրատվամիջոցներ, կազմակերպություններ կամ անհատների գործունեությունը, որոնք ուղիղ առնչություն ունեն այդ անհատների հետ, նույն ռուսական
Սպուտնիկ Արմենիա հա գործակալությունը, որի գլխավոր խմբագիրը այդ նույն Մարգարիտա Սիմոնյանն է, կամ տարբեր դեմքեր Ռուսաստանից գործուղված, ովքեր այսօր հստակ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության պետականության ու ինքնիշխանության դեմ կամ թեկուզ Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, սա ցույց է տալիս այն հիբրիդային պատերազմի, տեսեք, կա խորը թաքնված նաև հիբրիդային պատերազմ, եւ կա այդ հիբրիդային պատերազմի այսպես գագաթնակետը, որ այլևս ամեն ինչ ակնհայտ է եւ մենք այսօր գտնվում ենք այդ փուլում եւ այդ մարդիկ այլևս ոչ մի բան չեն թաքցնում եւ պարզ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ինքնիշխանությանը։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ բարեկամական գործողությունները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ չի արել եւ բնականաբար եթե ոչ բարեկամական դրսևորումներ են եղել, դա եղել են Ռուսաստանի Դաշնության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համատեքստում։ Տեսեք, դուք նշեցիք, որ Մարիա Զախարովան այսպես անհանգստություններ է հայտնել այդ կրակոցների հետ կապված։ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ընդամենը մոտ 200 հոգանոց առաքելություն է եւ այդ մարտիկ գիշեր-ցերեկ հա այսպես մոնիտորինգ են իրականացնում մինչդեռ Հայաստանում պաշտոնական տվյալներով առնվազն Գյումրի 102-րդ ռազմաբազայում կա մի քանի հազար առնվազն 2000 ռուսական զինծառայող եւ ուրեմն դերևս պաշտոնապես եւ իրավական հա տեսանկյունից Հայաստանը հանդիսանում է դեռ մի կողմ դնենք ՀԱՊԿ-ն, հա, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ ունի Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական փաստաթուղթ փոխօգնության եւ անվտանգության ապահովման, հա, այսպես հայտնի այդ մեծ փաստաթուղթը եւ երբ որ Ռուսաստանը բարձրաձայնում է տեսեք, երբ որ Ադրբեջանը այդ կեղծ հայտարարություններն է տարածում, մենք տեսնում ենք պարբերաբար, որ եվրոպական դիտորդական առաքելությունը հերքում է դրանք։ Ես համոզված եմ, որ փակ տեղեկատվության մեջ եվրոպական դիտորդական առաքելությունը շատ ավելի հաճախ եւ շատ ավելի մանրամասն տեղեկություն է հաղորդում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եւ այդ կենտրոններում ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, թե ինչ է տեղի ունենում։ Սակայն երբ որ Ռուսաստանի Դաշնությունը խոսում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններից ու մյուս կողմից նման այսպես լղոզված հայտարարություններ է անում եւ ուրեմն ենթատեքստում նաև Հայաստանին է մեղավոր ճանաչում այդ ադրբեջանական հերյուրանքների կամ կեղծ տեղեկատվության մեջ, ապա հենց այստեղ այդ ոչ բարեկամական հարաբերությունները մենք տեսնում ենք եւ այստեղ է որ Ռուսաստանը պետքա ուրեմն որպես Հայաստանի Հանրապետության գոնե փաստաթղթերով ռազմավարական դաշնակից իսկապես կոնկրետ հայտարարություններ անի, հասցեական հայտարարություններ անի, ոչ թե հավասարություն դնի երկու կողմերի միջև եւ ասի թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Բայց քանի որ ես համոզված եմ, որ ինչպես նշեցի, սա Ադրբեջանի, Ռուսաստանի ուրեմն միջև պասերով խաղ է հիշեցնում, երբ որ Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում որոշակի լարումներ եւ միակ ռեալ գործիքը մնացել է Ադրբեջանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից հրահրվելով նման քայլերի են գնում, ապա խոսել բարեկամական հարաբերություններից կամ Հայաստանին մեղադրել ոչ բարեկամական գործողությունների մեջ, ես կարծում եմ դա բարոյականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ այսօր այո Ռուսաստանի պաշտոնական փաստաթղթերով ռազմավարական դաշնակիցը ունի խնդիրներ եւ վերջին առնվազն 4-5 տարիների ընթացքում մենք լսել ենք գրեթե աշխարհի գրեթե բոլոր երկրներից ուրեմն հստակ հասցեական հայտարարություններ բացի Ռուսաստանից։ Տեսեք, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ից 19-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների մասնակցելու եւ այլն։ Իհարկե, բոլոր երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ պետք է ունենալ շփումներ, պետք է հաղորդակցություն ունենալ, պահպանել, իհարկե երբեմն գուցե հանդիպել եւ այլն։ Սրա մասին չէ խոսքը։ Բայց երբ Ռուսաստանը նպատակաուղղված Հայաստանի դեմ նաև վարում է հիբրիդային պատերազմ, օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները, տեղ-տեղ նաև Ադրբեջանի միջոցով
փորձում հենց ուղիղ ռազմական գործողություններով տարատեսակ հարցեր լուծել եւ այլն, եւ սրա դեմ հիմնականում նույն հիբրիդային գործիքների դեմ, հա, պետական մակարդակով անգործությունը խոցելի է դարձնում մեզ որպես հասարակություն նաեւ, հա, մենք ոնց որ հասարակությունը մենակ է մնում այդ հիբրիդային գրոհների դեմ։ Օրինակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ վերջերս Google-ը մեծ հետազոտություն է արել եւ Հայաստանում թիրախավորվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները, ռազմաքաղաքական ներկայացուցիչները, վերնախավները, դիվանագետները հիմնականում թիրախավորվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Ուզում եմ ասեմ, սրան հակազդելու միջոց իսկապես երկիրը չունի։ Տեսեք, սա շատ կարևոր խնդիր է, ոչ միայն հիբրիդային պատերազմի զուտ, հա, տեղեկատվական, քարոզչական, այլ մեծ առումով մեր քաղաքական համակարգի համար սա լուրջ խնդիր է։ Հայաստանը փոքր պետություն է, իսկ Ռուսաստանը գերտերություն է, գրեթե անսահմանափակ ռեսուրսներով, եւ Հայաստանում իրականացնել նման սա Հայաստանի դեմ իրականացվող հատուկ գործողություն է եւ այո օտարերկրյա հատուկ ծառայություններում հենց այդպես էլ կոչվում է այլ երկրների դեմ իրականացվող նման գործողությունները դրանք համարվում են հատուկ գործողություններ եւ այդ հատուկ գործողությունը Հայաստանի նկատմամբ տարվում է տարիների վեր, այս վերջին առնվազն 2, 3, 4, 5 տարիների ընթացքում Եվ այստեղ խնդիրը գիտեք որն է, մենք գիտենք բոլոր գործող անձանց, բայց կարծեք թե որևէ կոնկրետ քայլերի չենք դիմում, մենք սպասում ենք օրինակ դանակը հասնի ոսկորեն, օրինակ, չգիտեմ, Ռոսիա 24 ալիքի եթերում վերջին վիրավորանքները հասցնեն Հայաստանի Հանրապետության իշխանություններին, նոր մենք ինչ որ քայլեր ձեռնարկենք, բայց մենք տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով այդ լրատվամիջոցները, այդ ռեսուրսները քողարկված եւ ակնհայտ ձևով իրականացնում են հակաքարոզչություն, հակապետական քարոզչություն, հակահայկական քարոզչություն, Հայաստանի անկախության ու ժողովրդավարության դեմ քարոզչություն եւ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, որ դա արվում է բավականին բացահայտ։ Տեսեք, ես վերջերս իմ հարցազրույցներից մեկում անդրադառնալով Գյումրիի ընտրությունների թեմային, թե ինչու օրինակ կոնկրետ անձը ընտրվեց, ես այդտեղ մեղադրեցի կոնկրետ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գոնե ներքին կյանքում, ներքին քաղաքական կյանքում ունեն լուրջ պատասխանատվության բեռ եւ այդ բեռը կարծեք թե այդ բեռում կարծեք թե թերանում են, քանի որ տեսեք, իշխանությունները ասում են, որ օրինակ Վարդան Ղուկասյանի ընտրությունը կամ նման ընտրություններին մասնակցել է, նման ձայների հավաքելը, հետագայում կարծում եմ կդառնա նաև քաղաքապետ դառնալը դա դեմոկրատիայի դրսևորում է, սակայն ես համոզված եմ, որ այս ամենը դեմոկրատիայի հետ որևէ աղերս չունի, քանի որ դեմոկրատիան ինքը բավականին ավելի բաց ռեժիմ է, քան օրինակ ավտորիտար ռեժիմները եւ դեմոկրատիաները հենց շատ հաճախ տապալվում են հենց դեմոկրատական գործիքները օգտագործելու միջոցով, երբ որ ավտորիտար, հա, կամ չգիտեմ, հանցավոր կլանային այդ անձինք օգտագործելով ժողովրդավարական գործիքները գալիս են իշխանության եւ առաջին բանը, որ անում են, դա ժողովրդավարության ոչնչացումն է եւ այստեղ ես այսպես խոսք ունեմ, ասում եմ, երբեմն ժողովրդավարությունը ժողովրդավարությունից պաշտպանելու նաև անհրաժեշտություն կա եւ այս համատեքստում ես բերում եմ ուրեմն վերջերս նույն եվրոպական միությունում տեղի ունեցած զարգացումները Ռումինիայի օրինակը մենք փորձում ենք Ռոմի պապից ավելի կաթոլիկ լինել մինչդեռ օրինակ նույն եվրոպական միության անդամ երկիր ժողովրդավարական Ռումինիայում պարզապես վերցրեցին եւ արգելեցին հակահամակարգային, հակաժողովրդավարական, չգիտեմ, հակաանկախական, հակապետական, ուրեմն պրոքսի անհատի մասնակցությունը նախագահական ընտրություններին եւ դա որևէ հակաժողովրդավարական քայլ չէր լինի, ընդհակառակը հենց ժողովրդավարության շահերից ելնելով պետք է արգելվեր այդ մարդու մասնակցությունը ընտրություններին, քանի որ եթե նա հաղթեր այդ ընտրություններին, ապա երաշխավորված էր, որ Ռումինիայում այլևս
խաչ կքաշեին ժողովրդավարության վրա եւ հետեւաբար այս համատեքստում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, չգիտեմ, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների եւ այլնի շահերից պետքա նման քաղաքական ուժերին, նման, չգիտեմ, կլանային ուժերին, նման պրոքսի ուժերին, ովքեր ամենօրյա ռեժիմով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության, Հայաստանում Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման դիրքերից, այդ մարդկանց եւ քաղաքական ուժերի ուրեմն գործունեությունը քաղաքական դաշտում պետքա ուրեմն սահմանափակվի եւ ընդհուպ արգելվի, քանի որ դա ավտորիտար մոտեցում չի, դա ժողովրդավարական մոտեցում է, քանի որ այո, ժողովրդավարությունը պետքա պաշտպանենք հենց նման քաղաքական ուժերից եւ անհատներից, ովքեր այլևս բացահայտ եւ ակնհայտ հայտարարում են իրենց նպատակների մասին, իսկ այդ նպատակները հետեւյալն են, այդ նպատակները Հայաստանի Հանրապետության անկախության զոհաբերումն է իմպերիայի շահերին, Հայաստանը գուբերնիա դարձնելն է եւ Հայաստանում ժողովրդավարության վրա վերջնական խաչ քաշելն է։ Նույն Գյումրիի օրինակը ցույց տվեց, թե ինչպիսի հակաքարոզչություն տեղ ունեցավ կոնկրետ դաշինքի դեմ եւ փաստացի մենք ականատես եղանք, թե ինչպես այդ պրոքսի ուժերը կարողացան վախեր սերմանել Հայաստանի ժողովրդավարական ապագայի նկատմամբ եւ փաստացի հասան որոշակի հաջողությունների։ Ահա մենք պետքա Գյումրու օրինակը հաշվի առնելով այնպես անենք եւ պահանջենք մեր իշխանություններից, որպեսզի այդ մոդելը հանկարծ չտարածվի համապետական մակարդակում, իսկ այդ մոդելը համապետական մակարդակում տարածվելու մեծ շանսեր եւ հնարավորություններ կան։ Պարոն Արգելյան, այս վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև Արցախահայերի սոցիալական խնդիրները, որոնք տարբեր սուբյեկտներ եւ ուժեր փաթեթավորում են եւ փորձում են դրանից որոշակի քաղաքական դիվիդենտներ քաղել։ Հայաստանի կառավարությունը որոշել է Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքների աջակցությունը շարունակել մինչև դեկտեմբեր, աջակցության չափը առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, շահառու են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը, եւ նաեւ դրան զուգահեռ գործում է բնակարանային ապահովության ծրագիրը 3, 4 եւ 5 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի արդեն կախված թե վայրը որտեղ են ցանկանում բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել եւ այլն։ Եվ սրան զուգահեռ օրինակ նույն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածում, ասում է կառավարությունը ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է շուրջ 100,000 արցախցիների աղքատությունը եւ մղելու է նրանց դեպի արտագաղթ։ Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին, ամրացնեն, մեզ դիտարկում եւ ներկայացնում են որպես թշնամի իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու եւ ձախողումները արդարացնելու նպատակով։ Ես գլուխս որ պատինել տա, ես այս մարդկանց պատկերացումները աշխարհ ընկալումը եւ իրենց մասին անգամ իրենց սեփական պատկերացումը, իրենց քաղաքական անհեռատոսությունը, իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսնել, ես չեմ հասկանում ուղղակի։ Տեսեք, Արտակ Բեգլարյանը, որը նաև մարդու իրավունքների պաշտպան է եղել Արցախում, ես այդ անձին համարում եմ Արցախի այն քաղաքական կլանի վառ ներկայացուցիչ, որքան էլ հանդես է գալիս, չգիտեմ, եվրոպական կամ այսպես ինչ որ փաթեթավորմամբ, ով երկար տարիներ հարել է այդ կլանին եւ չենք տեսել երբևէ, որպեսի այդ 30 տարիների ընթացքում անգամ իր այսպես ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու այդ ժամանակահատվածում արցախահայերի այսպես գոնե մենք գիտենք, թե ինչպիսի իրավունքներ են խախտվել Արցախում, ինչեր են տեղ ունեցել Արցախում, սակայն ուրեմն ոչ մի այսպես ձայն չենք լսել այդ մարդկանցից եւ հիմա կարծեք թե իհարկե երբ մենք այսպես խոսենք, մեզ կմեղադրեն, որ կասեն այն ժամանակ այդ մարդիկ իրենց հայրենիքում էին ապրում եւ վերջերս 3 թե առաջ օրը ընթերցեցի նույն Արտակ Բեգլարյանի այսպես Հայաստանին ուղված, թե Հայաստանի իշխանություններին ուղված, այսպես որ ձեր հարևան, հա, այսպես
ցեղասպան հարևանը հարձակվի եւ այլն եւ այլն, փաստացի Արցախի քաղաքական այս էլիտան, հա, էլիտան ճակերտների մեջ, փաստացի երբեք Հայաստանը այդպես էլ չհամարեց իր հայրենիքը, եւ մեր ամենամեծ խնդիրը սա եղավ, երբ որ Արցախա հայության այդ հատվածը էլիտան, հա, քաղաքական ես նկատի ունեմ, իրենք այդպես էլ Հայաստանը չհամարեցին հայրենիք եւ փաստացի իրենք Արցախը շատ ավելի բարձր դասեցին, քան իրականում գոյություն ունեցող պետականությունը եւ հայրենիքը, ինչը եւ Հայաստանին վերաբերվեցին որպես խոպան, որտեղ կարելի է գնալ, մեծ փողեր աշխատել եւ կամ վերադառնալ Արցախ կամ գնալ ինչ որ Եվրոպաներում ինչ որ կղզի գնել եւ այնտեղ ընտանիքով լավ ապրել, եւ ահա այս խոպանի տրամաբանությունը Հայաստանի նկատմամբ այսօր էլ շարունակվում է, մինչդեռ Հայաստանը տվել է Արցախին եւ Արցախահայությանը ամեն ինչ, նույնիսկ իր զավակներին, եւ այսօր գալ Հայաստանից նման ուրեմն շանտաժի լեզվով խոսել, դա անթույլատրելի է, եւ ինչ վերաբերում է ուրեմն այդ սոցիալական ծրագրերին, ապա այսպես ասենք, նույն այդ քաղաքական իմ տեղեկություններով նաեւ նույն այդ քաղաքական էլիտայի որոշ շրջանակներ Արցախի խոչընդոտում են եւ թույլ չեն տալիս, որպեսզի Արցախահայերը կամ վախեցնում են կամ կասկածներ են սերմանում, որպեսզի Արցախահայությունը լիարժեք ինտեգրվի հայաստանյան կյանքին, ստանա քաղաքացիություն, իր կեցության խնդիրը լուծի, իր ուրեմն աշխատանքի ու բնակարանի խնդիրը լուծի։ Երեք թե առաջ օրը ես էլի կարդացի մի տեղեկատվություն, որ Հայաստանի կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից հայտնի մեկի շրջանում կարծեք թե նախագիծ կա, որ պետքա մոտ կես միլիարդ դոլարի շրջանակներում նաև ֆինանսավորվի Արցախահայության այդ բնակարանների վերջնական լուծման խնդիրը, այսինքն այս առումով Հայաստանի նրանք ովքեր օբյեկտիվ դիտարկում են խնդիրը, կհասկանան, որ Հայաստանը հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի մեր եղբայրները եւ քույրերը հնարավորինս շուտ հաղթարեն այս ճգնաժամը, իրենց գլխին տանիք ունենան սոցիալական ապահովություն, աշխատանք եւ ապրեն։ Այս մարդկանց, հա, Արտակ Բեգլարյանների նպատակը այլ է, այ դուք նշեցիք Հայաստանի դեմ պրոքսի պատերազմ, այդ շրջանակները բնականաբար Արցախահայությանը հաշվի առնելով նաև նրանց այսպես էմոցիոնալ վիճակը փորձել են դրդել ծայրահեղ քայլերի եւ դա փաստացի Հայաստանում այն սոցիալական խումբն է, ում հնարավոր է մանիպուլյացնել եւ Արցախի քաղաքական էլիտայի այդ հատվածը համոզված եմ գնալու է այդ քայլին եւ այս ամբողջ գործընթացները եւ վերջին այս հանրահավաքները եւ այլն դրան են միտված։ Շատ լավ, բայց սրանով հանդերձ այդ մարդիկ առաջին հերթին հենց վնասում են Արցախահայությանը։ Վնասում են, որպեսզի այս մարդիկ չկարողանան Հայաստանում լիարժեք ինտեգրվեն, չկարողանան նորից կյանքը իրենց շարունակեն, հա։ Ի վերջո ինչ նպատակ են հետապնդում, օգտագործելով այս մարդկանց հենց դառը փորձը, այդ ամբողջ ողբերգությունը, ներկայում ունեցած բոլոր խնդիրները։ Չէ՞ որ այս հանրությունը մի քանի անգամ ցույց տվեց այդ շրջանակներին այդ թվում, թե ինչպիսի վերաբերմունք ունի իրենց նկատմամբ։ Ինչի են ուզում ի վերջո հասնել դրանով։ Տեսեք, այդ քաղաքական շրջանակները 30 տարուց ավել վնասել են եւ Արցախին եւ Հայաստանի Հանրապետությանը եւ իրենք դա նորմալ են համարել եւ իրենց համար դա խնդիր չի եւ այստեղ Արցախահայությանը օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար դա նույնպես իրենց համար խնդիր չի։ Այս ինչպես նշեցի, այս ամբողջ գործընթացը, նաև Արցախահայությանը փողոց դուրս հանելը տեղավորվում է այն հիբրիդային պատերազմի շրջանակներում, ինչը մենք տեսնում ենք եւ ինչը վարվում է Հայաստանի Հանրապետության դեմ, եւ այդ պատերազմը վարվում է հայտնի կենտրոնից, որի մասին մենք մեր հաղորդման ընթացքում խոսեցինք եւ այս անհատները նույնպես իրենց գաղափարներով եւ հայացքներով հարում են այդ շրջանակներին եւ կենտրոններին եւ նույնիսկ այս մարդկանց համար Արցախի կորստի, հա, կորուստը դաշ չեղավ, թե ինչու չի կարելի
հավատալ, վստահել եւ գործ բռնել այդ կենտրոնի հետ, քանի որ դրա վերջը լինում է հանձնումը թե հայրենիքի եւ թե անձնապես եւ այսօր Բաքվում գտնվող այդ ռազմագերիների պատմությունը դրա վառ վկայությունն է, որքան էլ որ այդ նույն շրջանակները փորձեն Հայաստանին մեղադրել այդ մարդկանց ճակատագրի հարցում։ Այստեղ տրամաբանությունը նույնն է, իսկ տրամաբանությունը հետեւյալն է, որ մեծ առումով տրամաբանություն գոյություն չունի։ Այս մարդիկ գործում են իմ տպավորությամբ այսքանից հետո գործում են կոնկրետ միգուցե հրահանգներով, չգիտեմ որտեղից, եւ այս մարդկանց գործողությունները այնուամենայնիվ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական, ազգային եւ անվտանգային շահերին եւ ինչ որ մի պահի այս մարդիկ նաեւ սպառնալիք են ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, պետականությանը եւ ժողովրդավարությանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է գործեն ելնելով այդ ուրեմն դիտակետից։ Այսինքն դուք ինչպես նշեցիք, հա, Արցախի օրինակը ունենալով, այսինքն այդ Ղարաբաղյան կլան կոչվածը ցանկանում են նույն ճակատագրին արժանացնել Հայաստանին։ Տեսեք, այդ կլանը այսօր զրկվել է իշխանությունից։ Այդ կլանը վերջին 20 տարուց ավել, առնվազն Հայաստանում 20 տարուց ավել, իսկ Արցախում Արցախի ազատագրումից հետո, հա, 30 տարուց ավել տիրապետել է իշխանության, տիրապետել է լուրջ հնարավորությունների, տիրապետել է լուրջ ռեսուրսների, եւ այսօր այդ կլանը զրկված է դրանից, բնականաբար տեսեք պատահական չի, որ այդ կլանի ներկայացուցիչները այսօր խոսում են նաև այդ նոյեմբերի 9-ի Նյու Յորք կետի մասին, դա հստակ ուղերձ է այն պետություններին, ովքեր ցանկանում են ունենալ այդ միջանցքը, հստակ ուղերձ է նրանց, որ եթե իրենց բերեն իշխանության, ապա օրինակ այդ միջանցքը իրենք կստանան եւ ահա այդ կլանի վառ ներկայացուցիչներից մեկը ժամանակ առաջ նաեւ հայտարարել է, որ դեռևս պետք է քննարկեն Հայաստանը կարող է անկախ լինել թե չէ, ինքը դրական է արտահայտվել Ռուսաստան-Բելարուս միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը, այդ կլանի քաղաքական ուժերից մեկի գաղտնի, հա, կուսակցական գաղտնի փաստաթղթերում ուրեմն հրապարակվել են կետեր, որտեղ ասվում է, որ Հայաստանի անկախությունը պետք է ուրեմն անկախության մակարդակը պետք է իջեցվի եւ միգուցե մեկ ընդհանուր, հա, միասնական ինչ որ ինտեգրացիոն մարմնի մեջ տեղավորվեն ի նկատի ունենալով Արցախյան կարգավորման հերանեկարները, այսինքն այս կլանը մեծ առումով խունտան պարզ հայտարարել է իր նպատակների մասին, իսկ այդ նպատակներում Հայաստանը որպես ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն գոյություն չունի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Առաքելյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր։